Մենք էթիկայի հանձնաժողով պետք է ունենանք sense տնենք, ու շատ վատ է, որ մինչև հիմա մենք էթիկայի հանձնաժողով չունենք։ Ես ոչ էի ասել հարցազրույց չտայի, բայց այնուամենայնիվ այդպես վերացեցիք փոքր ճապազրույցը։ Կրկնում եմ, ընդհանուր առմամբ պետք է էթիկայի հանձնաժողով լինի ազգային ժողովում։ Հենց ամենաառաջի օրվանից մենք այդ գաղափարը ունեցել ենք, որը հնդածս կզբաղվի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ։ Բայց հիմա դա Անել Պլանքոչարյանի հետ կապված ձեր վերած օրինակով մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ինչու պարոն Սիմոնյան։ Չենք քննարկել։ Նպատակահարմար չէ։ Հարմար չի եղել, չենք քննարկել։ Բայց օրակարգում կա քննարկելու եք, մենք ֆիքս ենք դա, որ առաջիկայում քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նման հարց է բարձրացվել եւ լրագրողների կողմից էլ նաեւ կա, բնական է կքննարկենք։ Իսկ կներեք էլի ինչ ընթացակարգով է շարունակվելու։ Չգիտեմ, դուք բռնացրել եք միջանցքում, փորձում եք ինչ-որ հարցեր տալ, որոնց ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, ասում եմ, ինչ որ ասեցի, գիտեի ասեցի արդեն։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք մի բան, քանի որ սա վերացեցիք, վաղ այնտեղ ավականիստն է, մասնակցելու է վերջո